Մինչև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը մեր հասարակությանը փոխանցում է, թե հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է, կոնֆլիկտ չկա, ինքնիշխան Հայաստանի տարածքն այսպես կոչված արևմտյան Ադրբեջան հռչակողները, համայնքի ղեկավար, համատեղության կարգով Ալիևի մեջլիսականներից Ազիզ Ալաքբարլիի նախաձեռնությամբ քննարկում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականներն են գրում, նախագիծ կմշակեն, կտանեն երկրի խորհրդարան։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Ազգային օրենսդրության ամրագրումներով միջազգային ասպարեզում ադրբեջանցիները հարց չեն լուծի, փորձագետները միանգամից են նշում, այս դեպքում ինչ խաղադրույք են կատարում նրանք։ Միջազգային իրավունքի մասնագետը համոզված է, զրո իրավականությամբ քաղաքական հարց են փորձում առաջ տանել։ Իրանք կարող է իրանց մեջլիսում նախագիծ անցկացնեն, որ Ատլանտիդան համարվում է Ադրբեջանի մաս եւ իրանք պետքա վերադառնան կամ գնան Ատլանտիդա։ Դա իրանց ներպետական օրենսդրությունն է, դա որևէ այլ պետության վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Բայց մեզ համար դա եւս մեկ ցուցիչ է, որ այդ պետությունը տրամադրված չի խաղաղության եւ Արցախի օկուպացիայից այնտեղ ցեղասպանություն իրականացնելուց հետո հաջորդ թիրախը դնում է Հայաստան։ Այսինքն դա ռազմական ինֆորմացիա է մեզ համար, անվտանգային ինֆորմացիա, ոչ թե իրավական։ Այն, որ ադրբեջանական սեղանին քաղաքական հարց է դրված, պնդում է նաև միջազգայնագետը։ Հայաստանն իրենց կամքով լքած ադրբեջանցիներին Բաքուն փորձում է ներկայացնել իբրև բռնի տեղահանվածներ, ՄԱԿ-ի կոնվենցիաները փաթեթավորելով, դրանք ձեռնտու կերպ մեկնաբանելով, մինչդեռ տեղի ունեցածն աշխարհի բաց աչքի առաջ էր։ Այստեղ մեր երկրում ադրբեջանցիները նույնիսկ կարողացան վաճառքի հանել իրենց սեփականությունը, անշարժ ու շարժական գույքերը, ինչի հնարավորությունը չունեցան Ադրբեջանը մազապուրծ լքած հայերը։ Մասնագետի գնահատմամբ ստացվում է, Բաքուն անում է այն, ինչի իրավական հնարավորությունը չունի եւ ինչը պետք է ժամանակին աներ հենց մեր երկիրը՝ պաշտպանություն հարձակման միջոցով։ Ահա բանաձևը։ Սա մեր ամենամեծ թերությունն է, մենք չենք տվել։ Այ իրենք կարողացել են այդ ամեն ինչը փաստաթղթավորել ու հիմա այդ փաստաթղթավորված թղթաբանության հիմքով է, որ միջազգային իրավունքին հղում տալով փորձում են դա լեգիտիմացնել։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի կազմակերպության գլուխը Ազիզ Ալաքբարլին վերջերս թիվ էր մոգոնել, հայտարարել, թե իբր 500,000 քաղաքացու ցուցակ ունեն, այսինքն կես միլիոն ադրբեջանցի, որոնց ուզում են Հայաստան ուղարկել, առաջնահերթ նրանցից 300,000-ին։ Պատմակեղծարարության նոր նշաձող, այսպես են հայկական փորձագիտական համայնքում գնահատում մեջլիսական Ալաքբարլիի ջանասիրությունը։ Ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում հիմավորենք ադրբեջանցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով իսկ Ադրբեջանին առաջարկել են փախստականների հարցը մեկ ընդմիշտ հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա։ Սակայն Բաքվի բռնապետը վերջերս վերահաստատեց, այն օրակարգում են պահելու։ Հնդածս մեր պետության առաջարկը բռնատեղահանված արցախցիներին շարունակում է մնալ հետևյալը՝ հրաժարվել փախստականի կարգավիճակից, ընդունել մեր պետության քաղաքացիությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։